Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հայտարարել է. Երկաթուղու մասով մենք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ եւ մեր ընկալումը այնպեսին է, որ ձեր նշած հատվածների մասով իրենց հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն իրենց միջոցով ենք իրականացնելու աշխատանքները։ Այս հայտարարության մեջ առանցքային բառը ընկալումն է։ Ոչ պարտավորություն կա, ոչ ժամկետ, ոչ ֆինանսական հստակություն, ոչ պատասխանատվության մեխանիզմ։ Հիմա նայենք իրականությանը։ Ռուսական երկաթուղիներ ընկերությունը գտնվում է խորը ֆինանսական ճգնաժամի մեջ։ Տասնյակ միլիարդավոր դոլարների պարտքեր, կրճատված բյուջե, վաճառքի հանված ակտիվներ, բեռների եւ ուղևորների փոխադրումների զգալի անկում։ Ընկերությունը փաստացի աշխատում է պատերազմի ռեժիմով, առաջնահերթ սպասարկելով ռազմական լոգիստիկան։ Այս պայմաններում ինչ հիմքով պետք է ենթադրել, որ նույն այս ռուսական ընկերությունը կարող է արագ, արդյունավետ եւ լիարժեք վերականգնել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային այս հատվածները։ Ոչ տնտեսական, ոչ կառավարչական, ոչ քաղաքական նման հիմք չկա։ Մյուս հարցը ավելի շատ ոչ թե տեխնիկական է, այլ քաղաքական։ Եթե Հայաստանը շարունակում է երկաթուղին պահել ռուսական կոնցեսիայի ներքո, ապա ինքն իրեն զրկում է իրական ազատությունից անարգել իրականացնել տրիպը, բացել տարածաշրջանային կապերը եւ գործել առանց արտաքին սպառնալիքների։ Այս իրավիճակում միակ տրամաբանական քայլը հետեւյալն է. կոնցեսիոն պայմանագիրը չեղարկել, երկաթուղին վերադարձնել պետությանը եւ կառավարումն ու ներդրումային որոշումները դուրս բերել ռուսական վերահսկողությունից Հայաստանի լիարժեք սուվերեն վերահսկողության տակ։ Սա կլինի սուվերեն ինքնիշխան պետության պարտադիր որոշում։ Մեծ ենթակառուցվածքները չեն կառուցվում ընկալումներով, դրանք կառուցվում են կարողությամբ, վերահսկողությամբ եւ պատասխանատվությամբ։